Այսօր Ուկրաինայում հաշվում են երեկվա տեղական ընտրությունների արդյունքները։ Այդ ընտրությունները համարվում են կարևոր քաղաքական քննություն նախագահ Պետրո Պորոշենկոյի դաշինքի համար։ Ընտրությունները չեն անցկացվել ռուս անջատականների հսկողության տակ գտնվող արևելյան շրջաններում, ինչպես նաև Ղրիմում։ Վերջնական արդյունքները կհրապարակվեն առաջիկա չորեքշաբթի օրը հոկտեմբերի 28-ին։ Մի շարք քաղաքներում թեժ մրցակցություններ ենթադրվում է, որ նոյեմբերի կեսին տեղի կունենա երկրորդ փուլը։ Ընտրատեղամասերը փակ էին նաև Մարիուպոլում, այստեղ աննախադեպ վիճակ էր։ Քվեաթերթիկները տպել է մեծահարուստ Ռինատ Ախմետովին պատկանող հրատարակչությունը։ Քվեաթերթիկների հանդեպ մարդկանց անվստահությունն այնքան մեծ էր, որ ընդունվել է ընտրությունները հետաձգելու որոշում։ Ситуація по Маріуполю я вважаю категорично неприйнятною. Մարիուպոլի կացությունը կտրականապես անընդունելի եմ համարում։ Ես պնդում էի, որ Մարիուպոլում անհրաժեշտ է ընտրություններ անցկացնել, բայց ստացանք տեղեկություններ այն մասին, որ այնտեղ ի հայտ են եկել կեղծիքներ, մենք չէինք կարող դա հանդուրժել։ Безумовно, що ми це допустити не можемо. Ուկրաինայի տեղական ընտրությունները անցել են ընտրական նոր օրենքով։ Մարզային, քաղաքային, շրջանային խորհուրդները առաջին անգամ ձևավորվում են համամասնական տարբերակով, իսկ գյուղական եւ ավանային խորհուրդները ընտրվում են հին մեծամասնական կարգով։ Ընտրությունների ընթացքին հետևել է մոտ 1500 դիտորդ մի քանի տասնյակ երկրներից եւ միջազգային կազմակերպություններից։ Дуже важливо, щоб зараз в місцевих радах були сформовані проукраїнські коаліції. Շատ կարևոր է, որ տեղական մարմինները ձևավորեն ուկրաինամետ ուժերը, այդպես մենք ագրեսորին թույլ չենք տա ապակայունացնել վիճակը։ Ագրեսորի մասին ակնարկը բնականաբար հասցեագրված է Ռուսաստանին։ Երկրորդ փուլը հնարավոր է նաև մայրաքաղաք Կիևում։ Գործող քաղաքապետ նախկին բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն քվեների մոտ 40%-ն է վաստակել, ինչը շատ է, բայց բավական չէ առաջին փուլում հաղթելու համար։ Я призываю всех быть активными. Ես բոլորին կոչ եմ անում ակտիվ լինել, անտարբեր չմնալ մասնակցել մեր պետության կայացմանը։ Постройки нашего государства.